ürən Bələn ürən Sirin Naxşını bələn Էսինչ սյուրել Իլիկով ուրդ եմ մանում Եվ պարապությունս եմ բրանով հեշտացնում Եվ թելեմանում գուլպա եմ շինում Ժիլետներ եմ գործում Հյուսում եմ թորնիկներիս համար Ամուսնուս տղաներիս Տղայիս Կան բուրթուն ենք որ հասնում է օջորքին Ամեն տարվա բրթերը հավաքել եմ լբացել Ասել ինչ որ մեկին պետք կգա Որևէ թորնիկս կամ թորնուհիս կամ ուսնումա Էդ էլ դեռ չկա Դրա համար հասել է օջորքին Այանը մատաղ ուրենը բլեն Մեն ժամանակ ասում էի սովորեցրեք հյուսել, մանել, տատս ասում էր վայ, քո ժամանակ ամեն ինչ պատրաստ է լինելու Քո ինչին է պետք մանել հյուսելը Հյուսել սովորեցի ուսանողական տարիներին Կիրովբացի մի աղջիկ կար նրանից դասընկերուհիս Մանելն էլ աղջիկս գնաց մամայիս մոտ մի շաբաթ մնաց մամա տատին թել էր մանում ես էլ սովորել եմ Դե մենք Շահումյանից ենք բռնագաղթել որ եկել ենք բոլորի համար հյուսեցի ժիլետ, ժակետ, յուբկա, շորեր որը մենք մեզ հետ չէինք վերցրել շատ անհրաժեշտ էր 4 խորանարդ մետրի վրա Մամաս, պապաս, ես, 4 երեխաս մնացինք մինչև փետրվար Փետրվարի 29-ին Կիսրայից եկավ, նահանջ տարի է Կիսրայից հետո մայիսին Կիսուրից եկավ, մեր գյուղը արդեն վաղուց դատարկված էր Ես որ եկել եմ գյուղը դատարկված է եղել Երեխաներս կոգլոշով հիվանդ էին Բժիշկը խորհրդվեց տեղափոխել ուրիշ տեղ Բայց ուրիշ տեղ տեղափոխելու համար թուղթ էր պետք Որը չէին տալիս Պատահաբար մի մեքենայի մեջ նստեցինք, ամուսինս բերեց մեզ ճանապարհեց Մամաս, պապաս կողքի գյուղում էին, տուն վերցրել, թափուր տներից մեկը Եկանք այդտեղ տեղավորվեցինք, մամաս էլ էր, պապաս էլ տունը թողել էին, ինչ որ ունեին Պապաս ասեց, մերկը տկլորի ծուցն է մտել Մերկը մերկի ծուցը էլին Այսինքն իրենք էլ էին դատարկի եկել Մենք էլ, մի տարի մնացի իրենց մոտ երեխաներիս հետ, ամուսինս դե կռվում էր, դեռ մի տարի մնացել է Շահումյանը, մինչև լրիվ են բռնագաղթել։ Հետո վերջին օրը, որ արդեն Շահումյանը դատարկվել է, բոլորի հետ միասին ամուսինս է եկել։ Ու ինչ է հանել տնից, այսօր եմ թորնիկիս պատմում։ 2 գորգ, որը տնից վերցրել էին վերջի պահին, ուսին էր գցել ու անտառով, որ հասնում եք սահմանը, Շահումյանի ու Ղարաբաղի, դե Շահումյանը առանձին հայկական շրջան էր, Ադրբեջան, այդ անտառով, ամբողջ ընթացքում ոտքով, հասել էր ու ուսերի վրա, այս 2 մատ հաստության փոսեր էր գոյացել, կապտած, տան հիշատակը, Կիսրայից ինչ էր հանել, իր պապիկի խաչը, աղոթագիրքը ու աստվածաշունչը, մահակի ձերն էր գցել տոպրակը, վերցրել ու լեն, շեն, բոլ, տնից, որ 2 հարկանի էր ու ամեն ինչ մեջ, բերել էինք այդ, որպես հիշատակ մեր տնից։ Հայր մեր որ հերեկինս, սուրբ Իսրայելիս պապը եղել է Էրքեզ գյուղի քահանան, Տեր Սարգիսը, արդեն սովետական ասման ժամանակ տվել է թորնիկին, իմ Կիսրայելին, Մուխան են ասել Միքայել Սարգսյան, տվել է իրեն ասել բալիկս, տար ջեր հորն էդիր, էլ պետք չի սա, էլ հավատացող չկա սրա, բայց Կիսրայելից փոխանակ ջեր հորն էդելու, վերցրել էր փաթաթել իր անդրավարտիքի մի փողքի մեջ ու դրել Գերանի ուսյան արանքում գոմում, պատերազմի ժամանակ ընկել է ռմբակոծության տակ, ամբողջ վաշտը սպանվել է, զոհվել են բոլորը, ինքը փաստորեն այդ ականների, նռնակների բացած փոսում է մնացել, հողը վրան է դարձել, լրիվ կենթանի թաղվել է ոնց որ, ուշագնաց եղել, ասում է մի պահ կինս Մարգուշը եկավ ինձ այցի, ասում է որ գրկեի, ես ընտեղ էլ շնչակտուր է լինելու, արդեն ոտ չկար շնչելու, ու մահանայի, վեր թռա, որ չկարողացա բռնել, ասում է վեր թռա,
ու տեսնեմ մթության մեջ ձեռքերով փորել է մի խոսքով ու փրկվել։ Ասում եմ մտածեցի, սա ինչ զորություն էր աստվածային, որ ես կարողացա այս վիճակից փրկվել։ Երթվում է, որ գնամ կնոջս ծոց չեմ մտնի եւ խաչն ու ավետարանը կհանեմ գոմից, կդնեմ իմ տան ամենապատվավոր տեղում մետաքսե շորով փաթաթած։ Գնում է եկեղեցի առաջինը, աղոթում, խաչն ու ավետարանը մետաքսե գլխաշորով կապում, հետո կնոջ մոտ գնում։ Այդպես է հասել մեզ։ Ու գրքի վրա էլ հիշատակ է գրել, որ թողնում եմ Ալբերտին, փոքր որդուս, որպես Սարգսյանների հիշատակ։ Դա գյուղից մնացած հիշատակը։ Հետո եկանք, այստեղ մեզ սրերով դիմավորեցին, ով է կարմիր խնձոր ուղարկել ձեր հետևից, որ եկել եք։ Ոչ բոլորը իհարկե, բայց եղավ էլի, էդ էլ եղավ։ 4 երեխաս վերցրած ես ինչ պիտի անեի, մի կին եկավ, վա, ես ինչա, ով իմանա ինչ ես արել, որ այսպես ես մնացել էլի, որ մարդը չկա, ասում եմ մարդս կռվում է, դեռ Շահումյանը կա, ես եմ եկել, թերահավատությամբ էին ընդունում, չգիտեն ինչն էր պատճառը, բոլորին համարում էին անբարոյական, ուրեմն վախենում էի, որ ես հայացքս բարձրացնեմ, հանկարծ մեկի գայլային հայացքին չհանդիպեն, պատկերացրեք այդպիսի իրավիճակել եմ ապրել։ Մինչև Ալբերտը եկել է, որ եկել էր ես չէի հավատում, որ վերք չկա վրան կամ ոչ մի բան, ասում էր ես փրկվել եմ քանի մահից, քանի անգամ, ոչ թե ինքան միջապես կռվող է եղել, որ ասեմ, ինքը ուսուցիչ էր, պարզապես հերթափոխ են արել, օգնելով կամավորական ջոկատում, էլի, օգնելով հիմնական կռվողների։ Եկել ենք այստեղ, օգնեցին բարեկամները, մի տուն առանք, այդպես տեղավորվեցինք ու առաջինը մատաղ արեցինք, սրանից նրանց ապսե ուզելով, որ ողջ առողջ ամբողջ Գերդաստանով հասել ենք տեղ։ Կողքի տուններ, տղայիս համար պսակեցինք մեզ տղայիս, բայց նայել չվայելեց։ Գլխուղեղի քաղցկեղից մահացավ, 2 երեխա թողնելով, 9-րդ, 7-րդ դասարանների։ Մենք այդ կրակոցները քիչ ենք լսում, գութում, որ խփում են, ավելի հեշտ ենք լսում, գութից եկող կրակոց ավելի հեշտ է լսվում, իսկ այստեղ հանքի մոտերքում, որ կրակում են, մոտիկելին մետ ենք լսում, մնացածը չէ, են որ ասում վախեցածին չեն վախեցնի, մենք այս ամենը տեսել ենք, հենց եկած առաջ օրը, որ Քարվաճարի կրակոցները կային, այստեղ որ տուն առել էինք, առաջին կրակոցները եկան մեր տան դեմ պայթեցին։ Ասում ենք ես կրակոցները մեզ հետապնդում են, ինչ է, բայց էլի մեր հավատը չսասանվեց, էլի մնացինք։ Այսպես սկսվեց մեր կյանքը։ Այստեղից այնտեղից հավաքելով երկաթե մահճակալ սարքեցինք, 30 տարվա ընթացքում ինչքան տեսնում եք, այստեղ ոչ մի բան չի եղել, ծառ ենք տնկել, փառքաստու նեղուն ենք, գոմ ենք սարքել, տունը լրիվ վերակառուցել, նորոգել, ամեն ինչը տեղը տեղ են սարքել։ Ու այսքանից հետո եղավ 20-20-ը։ Բայց մենակ ես եմ երեխաներին վերցրել, գնացել աղջկաս տուն։ Ոչ հարսս, ոչ ամուսինս, ոչ տղաս չեն լքել գյուղը։ Կրակոցների տակ Գևորգս տղաս ասում է, մամա, գիտես, ամբողջ հողը սասանվում էր։ Սա առաջին հարվածը սոտքին, որից հետո եկավ սեպտեմբերը։ Անցած անգամ գնում եմ Երևան Թորանս ծննդյան արդիվ աղջկա շնորհավորելու։ Մի կին էր Վարդենիսից էր, թե որտեղից էր նստած, ասում է, դավաճանեցին ու մեր սահմանները տվեցին Թուրքին։ Ով դավաճանեց, ասում են այնտեղ կան նազիմորներ նկարել են պոստերը, ու տարել են Թուրքին են տվել ես այր, ասում եմ ես սոտքում եմ ապրում ու ամբողջ 3 կողմը շրջապատված է ադրբեջանական զինվորներով ու մենք նրանց տեսնում ենք, մշտապես նրանց դիտակետի տակ ենք, իսկ դու ասում ես դավաճանել են, որ ամեն օր մենք տեսնում ենք այդ նկարող անօթաչուները, ոնց կարող ես ասել նրանք են, միամիտ, պարզամիտ մեկը, նրանք են էլի մատնել, մի օր եմ ասում եմ, բոլոր սահմաններից զինվորները տեղը ասացին, այդպես շնամաբար բոլորից դավաճանեցին, այսպիսին է մեծամասնությամբ կարծիքը, կան իսկականից հավատացողներ, որ
այս ամեն ինչը Սարքովի է, որ ոչ թե Ղարաբաղը պարտվեց, այլ տվեցին, ոչ թե մենք այստեղ պատահաբար հայտնվեցինք թշնամու դիտակետում, այլ այս ամենը պատրաստի բաներ։ Պետական աջակցություն, լույսը կարծեմ ձրի է, դե մենք լույսի կարիք ունենք, արդեն արիվային ունենք և ջրատաքացուցիչ արիվային և ջեռություն, բայց ասում են, որ լույսը ոնց որ ձրի է, նայած ինչ քանակով, որոշ քանակով։ Մի անգամ ճտեր են բերել ձրի տվել, 2 տարի է տնկիներ են տալիս, դե չգիտեմ ով է տան, բայց ամենամեծ բարեգործությունը որ արել են, մեր տան կտուրներն են, որ տանիքները որտեղ ապրող կա ու վնասվել է, իհարկե Սամվել Կարապետյան, Տաշիր Սամոյի շնորհիվ մեր գյուղի բոլոր կարմիր տանիքները որ տեսնում եք, այ դրանք նրա շնորհիվ են փոխվել։ Ես չգիտեմ ով ինչ է մտածում, քաղաքականությունից գուցե չեն ուզում խոսել, ես ուսուցչուհի եմ եւ չգիտեմ գուցե վաղն ինձ ասեն արի, ես ինչ ես խոսել, բայց պարտավոր եմ ասել, այդ մարդը իր միջոցներով եւ տանիքները փոխեց, մերը նույնիսկ փայտեր են ավելացրել, մի քիչ բարձրացրել, ինչ որ հարմար սարքել էլի, այս դեմինը, չուզեցին ոնց որ քանդեն թողնեն, արեցին, էտել արեցին տղաները, հետո պատերը, որ սենց միատեսակ են արել, էտել է իր շնորհիվ, ասել է նորոգումն եմ անելու ու կահույքել եմ տալու, ումը որ արել են, բայց կան 4 տուն է ընդամենը պետությունը շինել, 10 անգամ եկել են նայել տեսել ինչը ինչ է, բայց այնտեղ դեռ ապրող չկա, որովհետև կահույք չեն կարողանում գնել, ինչ որ պակասություն դեռ կա, չնայած տունը լրիվ կառուցած է, բայց չէ որ դրա կողքին կա Էթումյան Վաչո, որի տունը չեն շինել, որի տան խոհանոցով մտել է 3 երեխան, թե 4-ն էլ տանն են եղել, 3 աղջիկ մի տղա ունի, ասում են մեր դիմաց, որ Սարցարանը, Սառնարանը չհասան առաստաղին ու ցած իջան, մի անգամից գնելի էդ իմ աշակերտի, որին դեռ դպրոցում էր էլի դասավանդում են, ասում են մի անգամից լեզուս փակվել է, կակազում էր դեռ, ասում էր ընկերն ասական ձեռքս դողում է, կլինի իմ տետրի վրա գրեք, դեռ սեպտեմբերին այդ ժամանակ էլի, որ 15-ից հետո դասի եկանք, ասաց ձեռքերս դողում են։ Ամեն ինչ, որ կոչվում է ազգային արժեք, վերացվում է, ես չգիտեմ սա մեզ ուր է տանելու, կամ ինչն է նպատակը, բայց սա լավ ծրագրված գործողություն է, որի ընթացքը տանում է ազգակործան քաղաքականության ավարտին, ու վերջապես ազգի, չգիտեմ, ուծարման ասեմ, թե պարզապես անհետացման ասեմ։ Մեր ազգը ամբողջ աշխարհում էտալոն է, և ընտանիքի տեսակետից, և բարոյականության կամ մնացած ամեն ինչի, ուսման հանդեպ ձգտման, մեզ այնպես արեցին, որ հիմա չգիտենք ինչ է, դուք ավելի լավ եք տեսնում ամեն ինչ։ Ես դա համարում եմ սրբապղծություն, մեզ պահպանել է եկեղեցին, միշտ մեր հույսը եղել է Աստված, ուր էլ գնաք, ում էլ հարցնեք, ով է, ում ես առաջինը դիմում քո դժբախտ կամ դժվարության պահին, Տեր Աստված, դու մեզ օգնական։ Նաև ուրախության պահին։ Այո, փառք Աստծո, ամեն Աստծո օր, առավոտ լուսո, գիշերով, երեկոյան, աչքերս բացելուն պես ես աղոթում եմ Աստծուն, թաքուն թե բացահայտ։ Հավատը եկեղեցու շնորհիվ է պահպանվում։ Մեր դժվարին օրերին միշտ էլ եկեղեցին է եղել մեր կողքին, անգամ հայրենական մեծ պատերազմի ժամանակ եկեղեցու շնորհիվ է, որ մարտական 89 դիվիզիան ձևավորվել է, ես բոլոր հաղորդումները նայում եմ, որը վերաբերում է մեր ազգին, ու համոզվել եմ, որ մեր ազգը իրոք ընտրյալ է, փորձությունները կանցնեն, կգա ժամանակ, որ այս փորձությունները կանցնեն ու իսկական հավատը կհաղթանակի։ Ինչ որ կա ունել է մեզ հերիք, շատը չեմ ուզում, այսքանն էլ է բավարար, եթե ապրելու հնարավորություն տան։ Օդը մաքուր է, զով է, ես չեմ կարողam շոքին դիմանալ։ Երևանում ինձ թվում է թոնրի մեջ եմ, դե գոնե թոնրատանը, որ թոնիր էի վառում, հաց էի թխում,
գոնե գլուխս հանում էի այնտեղից մի քիչ մաքուր ոչնչում։ Ու թոնիր Երևանից չես կարողանում գլուխդ հանել մի քիչ ոչնչել։ Չեմ ուզում։ Քաղաք չեմ սիրում։ Թող Աստված տա իմ ուզածը լինի, ասում եմ Տեր Աստված, մեր ստեղծածը մենք վայել ենք ու այստեղ, հենց այստեղ, մեր երեխաների համար ստեղծենք ու ապրենք։ Ամեն պայմանի էլ հարմարվում ենք, արդեն սովորել ենք դրան։ Մենք միայն ուզում ենք, որ մեր սահմաններին ոչ թե թուրքը կանգնի, այլ ազատ ապրենք, որ տղաս գնում է խոտ հնձել ու ասում է մամա գիտես ինչքան տարածք պիտի ես շրջանցեմ, որպեսզի գնամ իմ խոտ հարկին հասնեմ, արդեն հույս չունեմ, կարող եմ այնտեղից խոտ բերել թե ոչ, որպեսզի ազատ գյուղացին գնա, անասունն էլ այնտեղ պահի, խոտն էլ այնտեղից հնձի, քարից հաց քանի ու ապրի, ինչ են ուզում մեզնից։ Ամենակարևորը այդ է, խաղաղություն լինի, մնացածը ժողովուրդ կստեղծի։ Մի անգամ արդեն ծննդավայրս կորցրել եմ, ապրած տեղս, որ 13 տարի հարս եմ եղել, կորցրել եմ, չեմ ուզում։ Սա իմ երեխաների զավակների ծննդավայրն է արդեն, չեմ ուզում, որ իրենք էլ կորցնեն իրենց ծննդավայրը։ Հիմա երազում եմ մեր տան պատից մի քար լիներ, նստեի վրան ու պատմեի անտուն կյանքիս հեքիաթը նրան։